նախ թույլ տվեք երախտիկս հայտնել, որ ժամանակ եք տրամադրել եւ այս պահին ներկա եք գտնվում։ Ասուլիսի հրավիրելու նպատակը առաջնային այն էր, որ իրազեկենք մեր հանրությանը, որ իդեմ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արտոնագրվել ենք իրականացնելու դիտորդական առաքելություն կայանալիք նոյեմբերի 16-ին կայանալիք վաղարշաբաթ համայնքի ավականու համամասնական ընտրություններում։ Մի փոքր նախապատմություն ներկայացնեմ, մեր հասարակական կազմակերպությունը, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը արդեն բավականին փորձառություն ունի այս բնագավառում։ Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել 2021 թվականի ազգային ժողովի համամասնական ընտրություններին, դրանից հետո Երևան եւ վերջին թարմ դեպքը Գյումրին էր։ Ընդ որում Գյումրու մասին երևի թե խոսելիքը շատ է, որովհետև եթե 2021 թվականի համամասնական ընտրություններին հազարավոր ընտրատեղամասերի պայմաններում մենք ընդամենը ներկայացվածություն ունեինք 3 տասնյակ, շուրջ 3 տասնյակ տեղամասային կենտրոններում, բայց անգամ այդ պարագայում 100-ից ավել ընտրախախտում ենք արձանագրել, Գյումրու պարագայում պատկերը այլ ստացվեց, որովհետև Գյումրիում մենք գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում ոչ միայն ներկայացվածություն ունենք, այլև կրկնակի ներկայացվածություն ունենք։ Դրա շնորհիվ ոչ միայն արձանագրում էինք տեղի ունեցող ընտրախախտումները, այլև բավականին կանխարգելիչ բնույթ ունեցավ մեր գործունեությունը։ Բնականաբար ինչ է դիտորդական առաքելությունը, ինքը ընտրական գործընթացի ամենաքիչ լիազորություն ունեցող մասնակիցն է, հենց բառը հուշում է, հա, դիտորդը հետևում է ընտրական գործընթացի օրինականության պահպանմանը, բայց այդ հետևելով, երբ դու տիրապետում ես, հա, գործընթացների իրավական կարգավորումներին, ընթացակարգերին, կողքի դիտորդի կարգավիճակում դու կարողանում ես օրինաչափություններ վերհանել, թե ընտրախախտումների տեսքով, թե նախապատրաստված հնարավոր թերացումների, ուշահարկումների տեսքով։ Ես մեր նույն Գյումրիի պարագայում եւս 100-ից ավելի ընտրախախտումներ ենք արձանագրել, խախտումները արդեն օրինաչափություն կա, տարանջատում ենք բովանդակայինի եւ տեխնիկականի։ Բացի այդ, զեկույցները մենք եւս տարանջատում ենք երկու փուլի նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների եւ հենց բուն ընտրության օրը արձանագրված խախտումների, որովհետեւ իրենց քանակով ու բովանդակությամբ իրենք համաչափ են որպես կանոն ստացվում։ Հիմա վաղարշաբաթ համայնքում տեղի ունենալու նախընտրական քարոզչություն արդեն ի պատիվ մեր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կան արձանագրված խախտումներ, նախ ես պետք է ընդգծեմ ձեր դերը ու այս ասուլիսի նպատակն է եւս մեկ անգամ մեր հանրային իրազեկվածությանը զուգընթաց հանրային վերահսկողության գործիքակազմը մենք գործի դնենք, որովհետեւ նույն Գյումրին ցույց տվեց, թե ինչպիսի արդյունք կարելի է արձանագրել զանգվածային լրատվության միջոցների փութաջան աշխատանքի շնորհիվ։ Այդ օրը հենց բուն ընտրության օրը եւ դրանից էլ հա նախընտրական քարոզչությանը մենք տեսել ենք վարչական ռեսուրսի անհամաչափ շահարկում եւ միջամտություն, իսկ դեպքերը արձանագրված են, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդ արձանագրումը հրապարակելու, լրատվության միջոցների ներկայացուցիչները ահռելի աշխատանք կատարեցին, իրենք հայտնվում են անհարմար պահերին խախտումներ կատարողների համար, իրանք լուսաբանում էին այդ վարչական ռեսուրսների չարաշահումը, դրա ամենաբուն դրսևորումը օրինակ լռության օրը նախորդող հավաքներին վարչական ռեսուրսով մարդկանց ըստ էության, հա, բերելն էր հավաքի վայր ու ԶԼՄ-ների հարցումների արդյունքում էր, հա, որ պարզ դարձավ, որ այդ մարդկանց տարբեր պետական կառույցների հիմնարկների աշխատակիցների հարկադրաբար հորդորել են անգամ տրանսպորտային միջոցներով, նյութական միջոցները տրամադրելով բերել հասցրել են, որպեսզի ֆիզիկական ներկայություն ապահովեին եւ տեսողական խապկանք լիներ, որ մարդիկ ունեն աջակիցներ։ Խախտումների տեսակներն են իրենց բնույթով, հա, ինչպես ասի բովանդակային ու տեխնիկական են լինում, ընդհուպ հա ամենատարրական խախտումներից օրինակ տեսախցիկներ։ Մենք գիտենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես կանոն օրենքի տառին համապատասխան ունենում է ուղիղ տեսակապ, ուղիղ հեռարձակում տեղամասային կենտրոններից, որը պետք է լինի անխափան, բայց որ համատարած կերպով տարբեր
տեղամասային կենտրոններում, որոնք մի շարք այլ նպատակներով ծառայած կառույցներ են լինում, մենք հայտնաբերել ենք դիտորդական առաքելությունների ընթացքում այլ տեսախցիկներ, այնպես չէ, որ դրանք հատուկ դիտավորությամբ տեղադրված են լինում, կամ լինում է դեպքեր, որ անգամ անջատված են լինում, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հատկապես համայնքներում, ոչ քաղաքային, մարդկանց շանտաժային տարրեր ենք ֆիքսել, արձանագրել, մեզ տեղեկացրել են, որ մարդկանց ասում են, որ այդ տեսախցիկներով վերահսկելու ենք ձեր ընտրությունը, այսինքն փորձում են միջամտություն իրականացնել եւ մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը, մարդու ուղիղ անաչառ ազատ ընտրական իրավունքի վրա որոշակիորեն ներազդել։ Ես սա կուզեի կոչ լիներ Վաղարշապատ համայնքի մեր բնակիչներն ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոքի, որ որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու վերահսկելու ձեր ընտրությունը։ Մենք ներկայացված ենք լինելու բոլոր տեղամասերում, մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը եւ որևէ կերպ իրենք չեն կարողանալու արձանագրել, թե դուք քվյախցի հետևում որ ուժի քվյաթերթիկն եք նախընտրելու։ Կրկնում եմ, ընտրական իրավունքի գաղտնիությունը երաշխավորված է, դա քրեորեն պատժելի արարք է, ու անգամ եթե քաղաքացին ինքն իր ընտրությունն է բացահայտում, դա եւս պատժելի արարք է համարում։ Նախ տեղամասային կենտրոնում որևէ մեկը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի եւ տեղամասային կենտրոնից դուրս էլ որևէ մեկը քաղաքացիներին հորդորելու, ուղղորդելու իրավունք չունի։ Կարևորագույն ուղերձը կանգնում է նրանում, որ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքն է իր քվեի տերը եւ եթե քաղաքացին նախ չի գնում տեղամասային կենտրոն իր քաղաքացիական պարտքը կատարելու եւ իր ընտրական քաղաքական իրավունքը իրացնելու, իր փոխարեն ընտրում է այն մարդը, ով գնացել է տեղամասային կենտրոն։ Սա կարևոր ուղերձ է, որը պետք է նաև նպաստի մեր քաղաքացիական հասարակության կայացմանը, որովհետև Երևանի ավագանու ընտրությունները բավականին մտահոգիչ էին իրենց մասնակցելիության աննախադեպ ցածր թվով։ Դա եւս ուղերձ է հասարակությունից դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերին, որ կա վստահության նահանջ եւ մարդիկ ընդհանրապես, չունենալով այդ վստահությունը կամ նախասիրությունը որևէ քաղաքական ուժից, անկախ դրան կլինեն ընդդիմադիր թե իշխանական, իրենք ուղղակիորեն բոյկոտում են ընտրությունները չգնալով տեղամասային կենտրոններ։ Հիմա ես լիահույս եմ, որ Գյումրին այլ պատկեր ցույց տվեց, այդ մասնակցելիությունը տարբեր ուժերի, արդյունքը նաև էականորեն տարբերվող եղավ, որովհետև նախորդող ընտրությունների համեմատ գրեթե կրկնակի տոկոսային հարաբերակցությամբ շատ մարդեր գնացել տեղամասային կենտրոններ։ Հիմա Վաղարշապատի ընտրությունների հետ կապված երախտիկս նախ ուզում եմ նաև ընդգծված հայտնել լրագրողական համայնքի ներկայացուցիչ Լիա Սարգսյանին, ով փութաջան աշխատանք է իրականացնում անընդհատ լուսաբանելով խախտումները եւ մենք դրանք եւս արձանագրում ենք առանձին փաթեթային կերպով իրավական վերլուծություններով ներկայացնելու ենք այդ խախտումները, արդեն կան արձանագրված վարչական իրավախախտումներ, նաեւ քրեական օրենսգրքի տրամաբանությամբ հանցակազմի ենթադրող արարքներ, օրինակ հենց մեր ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը ասում է, որ ընտրությունների նշանակման օրվանից ի վեր վարչական ռեսուրսի շահարկումը կամ նվիրատվությունը, բարեգործությունը, որը որոշակիորեն կարող է առնչվել ընտրությունների մասնակիցների հետ, համարվում է քրեորեն պատժելի արարք։ Ունեցել ենք արդեն դեպք, երբ բարեգործության անվան ներքո հավաք է տեղի ունեցել Վաղարշապատի համայնքի գյուղերից մեկում եւ հրապարակայնորեն երեխաներից մեկին բավականին խոշոր գումար է հանձնվել։ Այստեղ կարծում եմ, որ լրագրողի հրապարակումը ու տեսանյութը պետք է իրավապահների համար հանցագործության հաղորդման հիմք հանդիսանային եւ մենք հետեւողական կլինենք արդյոք այդ գործընթացին ընթացք տրվել է իրավապահների կողմից։ Վարչական ռեսուրսների չարաշահում է տեղի ունեցել, կա էլի արձանագրված տեսանյութ, որ հավաքներից մեկում քաղաքացիներից մեկը նշում է, որ ինքը գյուղապետարանի աշխատակից է եւ իրեն հորդորել են մասնակցելու կոնկրետ թեկնածուի համար
հրավիրված հավաքին։ Ունենք արձանագրված իրավիճակ, երբ քաղաքապետարանի աշխատակիցները կոնկրետ թեկնածուի, բարձ է, որ թեկնածուի համար պաստառ են փակցնում, սա եւս կոպիտ խախտում է, որովհետեւ ակնհայտ կերպով վարչական ռեսուրս են շահարկում։ Մի խոսքով կրկին կոռելացիա համադրությունը, որ Գյումրու հետ էլ տանենք, ընտրախախտումների հետ կապված նաև այսպիսի իրավիճակ կա, որ ես մի շարք ընտրախախտումներ չեմ բարձրաձայնել, որովհետև չենք ունեցել փաստական հանգամանքներ, այսինքն համատարած մի քանի աղբյուրից քաղաքացիները թե ինձ, թե մեր դիտորդական առաքելության այլ ներկայացուցիչներին, օրինակ Գյումրու դեպքերով կհիշեք հայտնի շրջանառմեր տեղեկատվություն, որ կաշառքը բաժանվում, բայց կաշառքը բաժանվում է շահումով խաղերով, application-ների, հատուկ հավելվածների միջոցով։ Օրինակ այդ տեղեկատվությունը ստանալով ես չեմ հրապարակել, որովհետև այդպես էլ փաստական հանգամանք ինձ չներկայացրեցին եւ չունենք հանցագործության հաղորդման համար անհրաժեշտ քանակի հիմքեր։ Բայց իմ գործընկերը Գիտակից հասարակության կենտրոնը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել, խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն Գյումրու ընտրությունների ժամանակ այդ 20 օրվա միջակայքում արդյոք Գյումրու տարածքում եղել է որևէ կոնկրետ ընկերության շահումով խաղերի, նոր հավելվածների գրանցումներ, նոր օգտատերերի եւ արդյոք եղել է համաչափություն այդ ջեքփոթերի կամ այլ ձևաչափով նույնականակ գումարի իրենց տրամադրման։ Հիմա մինչ օրս արդեն ամիսներ են անցել, այդ հարցմանը պատասխան չի ներկայացվել իրավապահ մարմինների կողմից, հարցումը ուղարկվում է տարբեր մարմինների, իրավապահների շրջանակներում, սա այլ արատավոր պրակտիկա է, որը առավել ընդգծվել է վերջին տարիներին, ունենալով պետական մարմինները պարտավորվածություն, թե տեղեկատվության ազատության մասին օրենքով, թե մեր Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորվածություններով կոնկրետ ժամկետներում պատասխանելու հարցումներին, թե լրատվամիջոցների, թե հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների շատ հաճախ առանց անգամ արձագանքման ձեռնպահ են մնում այդ պաշտոնական հարցումներին պատասխան ներկայացնելուց։ Հիմա նույնաբնույթ իրավիճակ ունենք եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ այդ պատասխանով պետք է կանխորոշվեր նաեւ հետագայում, օրինակ վաղարշաբաթ համայնքում օրինակ եղել է այդպիսի արատավոր պրակտիկա եւ եթե հաստատող հանգամանքներ են ի հայտ գալու, արդյոք իրավապահ մարմինները իրականացնելու են անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններ, որպեսզի վաղարշաբաթ համայնքի ընտրություններին նույնաբնույթ արատավոր պրակտիկան չկրկնվի։ Նաև ընդգծեմ, որ մեր բոլորիս համատեղ աշխատանքը թե դիտորդական առաքելությունների, թե ընտրական գործընթացում ներգրավված այլ մարմինների կլինեն դրանք հանձնաժողովի անդամները, քարտուղարը, վստահված անձինք եւ ամենակարևորը ձեր գլխավորությամբ զանգվածային լրատվության միջոցների, սրանով մենք կայացնում ենք ընտրական համակարգը մեր երկրում եւ սա լրջագույն հանրային վերահսկողության ինստիտուտ է գործարկում ու պատահական չէ, որ երկրներում իրենց ժողովրդավարության, իրենց իրավական կայունության գլխավոր չափորոշիչներից մեկը տվյալ երկրում ազատ ընտրությունների իրականացման տրված գնահատականն է ու կայացված համակարգն է։ Հիմա մեզ մոտ կրկին ընդգծում եմ նույն Գյումրու համատեքստում ունենք արձանագրված խախտումներ, ինձ համար մղիչ ուժ է, որ մշտապես այս գործունեությունը արդիական պահեմ եղել է 2021 թվականի ընտրությունները, որովհետև էլի կրկնում եմ, մոտ 3 տասնյակ գործընկերներիս հետ, համակիր քաղաքացիների, նաև ընդգծեմ, որ մեր քաղաքացիները իրենց դիմումներով են միանում ինձ, մեր կազմակերպությանը, ինձ համար որպես կանոն անծանոթ մարդիկ են լինում, գիտակից եւ ներգրաված քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ են, որոնք ովքեր ուզում են իրենց ներկայությամբ վերահսկեն այս պրոցեսները ու կանխարգել են ենթադրելի խախտումները։ Մենք կազմակերպում ենք դասընթացներ, մարդկանց տալիս ենք այդ գիտելիքները իրավահեն, որպեսզի իրենք կարողանան դիտորդություն իրականացնեն։ Ու կրկին ընդգծում եմ, 21 թվականին բավականին շատ էին մարզային ահազանգերը, անհամաչափ շատ էին եւ ինձ համար որպես քաղաքացի, որպես դիտորդական առաքելության ներկայացուցիչ հոգեպես շատ դժվար էր չհասցնել ստուգիչ վերստուգիչ գործողություններ անել, չհասցնել աջակցել մարդկանց, ովքեր լուրջ մտահոգությամբ ու անհանգստացած զանգում էին տարբեր իրավիճակներ էին խախտումների ներկայացնում։ Կրկին ու նաև ընդգծեմ ունենալով արդեն
Գյումրու դրական նախադեպը, թե ինչ արդյունք կարելի է տալ, եթե մենք համամասնորեն ենք գործընթացը վերահսկում։ Հիմա մենք այս անգամ էլ ներկա ենք գտնվելու Վաղարշապատում արկա է 47 տեղամասային կենտրոն, Էջմիածին քաղաք եւ հարակից գյուղերում, բոլոր տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացվածություն, ունենալու ենք շրջիկ դիտորդներ, ովքեր պարբերաբար այցեր են կատարելու եւ կոչս է մեր քաղաքացիներին եւ այս պարագայում հատկապես Վաղարշապատ համայնքի ընտրական իրավունք ունեցող անձանց ահազանգելու, մեզ հետ կապ հաստատելու, մեր տվյալները սոցիալական ցանցերում կան, մեր կազմակերպության անձամբ միջոցով մեր դիտորդների տվյալներն կհրապարակվեն։ Եթե արձանագրում եք մտահոգիչ իրավիճակ, տեղեկատվություն եք ստանում, ըստ որ ձեր պատկերացմամբ միջամտություն է ընտրական գործընթացին, խնդրում ենք անմիջապես դիմել մեզ կամ անգամ եթե ձեր կարծիքով ընտրախախտում է տեղի ունենում ու դուք չեք կարողանում տալ գնահատական արդյոք դա խախտում է թե ոչ, կրկին կարող եք դիմել մեզ, մենք կտրամադրենք իրավական խորհրդատվություն եւ կուղղորդենք ու կարձանագրենք, եթե դա օրենքի տրամաբանությամբ խախտում է համարվել։ Շնորհակալ եմ շատ, եթե հարցեր ունեք, մեծ սիրով արձագանքեմ։ Եթե ընդհանուր այսպես ինչ կանխատեսում ունեք, որ ուղղությամբ եք ավելի շատ խնդիր կանխատեսում եւ որ ինչին եք ավելի շատ ուշադրություն դարձնելու, հաշվառելով նախորդ փորձերը եւ այն ինչ որ դուք նշեցիք։ Տեսեք, արդեն ասեցի, այս փորձառությունը նախ վարչական ռեսուրսի ու Գյումրու դեպքը հաշվի առնելով անհամաչափ իրավապահ մարմինների միջամտությունները, որովհետև կհիշեք Գյումրիում անթուփ մինչև նախավերջին օրը ընտրության մենք ունեցանք իրավիճակ, երբ բերման էին ենթարկվում շատ կոպիտ բիրտ ձևով առանց օրենքի ու իրավականության համաչափության տարերի պահպանման ընդհանուր թեկնածուի մերձավոր ազգականներ, մի դեպք ունեցանք, երբ կոնկրետ թեկնածուի առաջին համարի հայրը, ծնողը, որդին բերման ենթարկվեցին, 2 օր առաջ ընտրություններից մտան խուզարկություններ իրականացրեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, թե գրասենյակներում, թե բնակարաններում, աջակիցներ կրկին բերման ենթարկվեցին, այսինքն բավականին մտահոգիչ նախադեպ ունենք ու ինձ համար 21 թվականի արձանագրված ամենաէական խախտման տեսակներից մեկը դա եղել է քվեաթերթիկի ըստ էության գողացումը, այսպես ասեմ, ինչ էին անում, ես ինքս այդպիսի դիպած եմ արձանագրել, հաշվարկի ժամանակ հանձնաժողովի անդամը մեկ այլ ուժի քվեաթերթիկը դրել էր մեկ այլ ուժի տրցակի վրա։ Դրա համար գոնե այն հանգամանքը, որ մենք ֆիզիկապես ներկա ենք գտնվելու հաշվարկի ժամանակ ու վիզուալ վերահսկելու ենք, որպեսզի քաղաքացու քվեն հասնի այն ուժին, որին ինքը տվել է, դա արդեն մեծ աշխատանք է ու կրկին եմ ասում, իմ ֆիզիկական ներկայությունը ու արձանագրումը այդպիսի խախտումի մղիչ ուժ է, որպեսզի այո մշտապես շարունակենք այդ գործունեությունը ծավալել։ Եվ շարունակություն առանձնահատկությունն է այս ընտրությունների հաշվի առնելով այն, որ Վաղարշապատի իշխանությունների համար շատ կարևոր է, նաև առաքելական եւ գեղեցիկ մարշալի համատեքստում այստեղ հաղթանակ իրենք շատ ավելի մեծ բաների հետ են կապում, ինչ առանձնահատկություն ունի։ Անկեղծ ասած ես չեմ տարանջատում, բոլոր ընտրություններն իրենց կարևորությամբ առանձնահատուկ են յուրաքանչյուր համայնքի համար, այո, այս ընտրությունները կանխորոշելու են համայնքի բնակչության կյանքի որակը ու ցավոք սրտի, այո, նաև մենք այնպիսի իրականություն ունենք, որ խնդիր ունենք նաև Վաղարշապատ համայնքը նույնականացնել այլ քաղաքական օրակարգի հետ։ Այնուամենայնիվ ես որպես հիմա քաղաքացի ասեմ, որպես հայ մարդ ու քրիստոնյա էլ ասեմ, ես ուրախ եմ, որ այդ օրակարգը սպասարկում չստացավ։ Ես այդ համոզմունքն ունեմ ու եթե ընտրական գործընթացին հիմա որպես դիտորդ խոսեմ, այնուամենայնիվ քաղաքական ուժը որոշի Էջմիածնում, որովհետև Մայրաթոռը հենց Էջմիածնում է գտնվում, քաղաքական օրակարգի սպասարկման նպատակով ակտիվ քաղաքական գործընթացներ մեկնարկել, հենց մենք որպես դիտորդ նաև գործունեություն ենք ծավալում այն նպատակով, որպեսզի դրան գնահատական տանք եւ միջազգային կառույցներին հարցնենք, նշեմ, որ նաև ես ԵԱԿ-ի կողմից հավատարմագրված դիտորդ եմ հանդիսանում, անպայման այդ գործընթացների մեկտեղումը, եթե իրենք կրկին փորձեցին զուգակցել ու քաղաքական ազդեցություն ունենալ Մայրաթոռի վրա ճնշմամբ եւս իրենց տեխնացույն աջակցելու նպատակով, անպայման արձանագրվելու է եւ ամեն եղանակով փորձ արվելու պատասխանատվության արժանացնել։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր։
այսինքն իշխանությունների այն պնդումները, որ իրենք Հայաստանում ամենապարի թափանցին գտնություններն են, մենք փաստերով տեսնում ենք, պնդում նաև, որ դա այդպես չէ եւ արդեն իսկ նախատեսվում է, չգիտեմ, կանխատեսում եք, որ կփորձեն վարչական ռեսուրսներ կիրառել կամ արդեն կիրառում են ասացիք եւ կփորձեն տարբեր մեթոդներով այսպես ազդել ընտրությունների արդյունքների վրա, Տեսեք, առնվազն նախորդիվ մեր արձանագրած խախտումները իրենց հատկապես Գյումրիում ծավալային առումով եւ կրկին եմ ասում 21 թվականին այն տեսանկյունից, որ մենք բավական սուղ ռեսուրս ունենք ու անգամ այդ սուղ ռեսուրսների պարագայում քանակական առումով իրենք բավականին են, որ եթե այդ պարագայում դու համաչափություն ես տարածում, եթե համապետական մակարդակով կարողանայինք իրականացնել այդ գործունեությունը, քանակական առումով կարող է էականորեն տարբերվեն։ Ուստի ես ինձ թույլ եմ տալի եզրահանգում անելու, որ բնավ իրենք ինչքան էլ փորձում են բարձրամբյոններից մեր օրվա իշխանությունները պնդել, որ ընտրությունները օրենքի տարին համապատասխան ազատ, արդար, հավասար ուղղակի են իրականացվում, մենք փաստացի արձանագրումներ ունենք, որ դա այդքան էլ այդպես չէ, մեղմ ասած, եւ վարչական ռեսուրսի միջամտությունը Գյումրիում բոլոր տրամաբանության ու համաչափության կանոններից դուրս էր, որովհետև վարչական ռեսուրսը ոչ միայն պետական մարմիններին հորդորներով ու պետական ռեսուրսների շահարկմամբ էր, հիմա կարող եմ մի քանի դեպք թվարկել, դեպքերից առաջինը հենց այդ ժամանակ հիշում եք ժամանակավոր պաշտոնակատար իշխանության թեկնածուն ընտրություններում Գյումրիում, իրենք վարչական ռեսուրսներ էին օգտագործում նյութական առումով, վարչական ռեսուրս էին օգտագործում ազգային ժողովի ամբիոնից, որովհետև իշխանության թեկնածուներ բնականաբար ընտրական օրենսգիրքը հստակ սահմանափակում ունի, եթե հանրային հեռարձակողով մի ուժի օգտին քարոզ է իրականացում, դա պետք է համաչափ բաշխվի նաև ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժի մյուս ուժերի միջև։ Մեր հանրային ծառայության մասին օրենքը կրկին քարոզչության եւ քաղաքական խոսույթի սահմանափակումներ էր նախատեսում։ Իշխանության ուժի падգամավորները մեկը մյուսին հերթ չտալով պարբերաբար, ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին քաղաքական հայտարարություններ անելու համար, քարոզչություն անելու համար, ընդդիմադիր քաղաքական գործիչներին տարբեր հակաքարոզչական պիտակներ, հակաքարոզչական հայտարարություններ անելու համար եւ պիտակավորելով։ Այս ամենը կոնկրետ խախտումներ էր ու ցավոք սրտի մենք հստակ իրավական վերլուծության տեսքով ամբողջական զեկույց ենք ներկայացրել, այդ զեկույցը հրապարակված է, եթե ցանկություն ունենաք հասանելի է, ցավոք սրտի հետևանք չունեցավ։ Նաեւ մի հետաքրքիր միջադեպ էլ այս թարմ վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված պատմեմ, ինձ հենց ձեր գործընկերներից մեկը երեք դիմեց պարզաբանում խնդրելով, պարզվում է մեր դիտորդական առաքելություններից մեկը մյուս դիտորդական առաքելության վերաբերյալ, եթե չեմ սխալվում, ականատես դիտորդական առաքելությունը, Հայաքվե դիտորդական առաքելության վերաբերյալ դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով նրանց անաչառությունն ու չեզոքությունը կասկածի տակ դնելով։ Սա էլ նոր նախադեպ է, այսինքն դիտորդական առաքելությունները վերահսկողություն են անում գործընկեր դիտորդականների նկատմամբ, ասեմ այստեղ իմ համար ծայրաստիճան անընդունելի է, որովհետև իրենց դիմումը իրավաբանական տրամաբանությունից եւ ընտրական օրենսգրքի տրամաբանությունից դուրս է, որովհետև նախ առաջին հերթին իրենք հարցականի տակ են դնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը։ Այսինքն, եթե կար չեզոքության ու անաչառության խնդիր, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն որերորդ անգամ հավատարմագրում է այս կազմակերպությանը ու բնականաբար Հայաքվեի պարագայում կարծում եմ իրենց խոսույթը որևէ կերպ չի խմբագրվել։ Իսկ դիտորդի անաչառության ու չեզոքության սկզբունքները ըստ մեր ընտրական օրենսգրքի 30 եւ 32-րդ հոդվածների տրամաբանության գործում են իր գործունեության ընթացքում, այսինքն դիտորդը պետք է անաչառ եւ չեզոք լինի, երբ ինքը հանդիսանում է դիտորդ վաղարշաբաթ համայնքում, ինքը իրավունք չունի վաղարշաբաթ համայնքի թեկնածուների վերաբերյալ քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու իր աջակցությունը ներկայացնելու։ Հիմա այս պարագայում դրան զուգահեռ Հայաքվեն որպես նախաձեռնող խումբ ունի կոնկրետ քաղաքական խոսույթ։ Ինքը որակումներ է տալիս իշխող ուժի քաղաքական գործունեությանը, դա որևէ կերպ դիտորդի անաչառության ու չեզոքության սկզբունքների հետ հատելի չէ։
Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումը մնալու է անհետևանք, իրավական գնահատականի չի կարող արժանանալ, որովհետև սա գործընթաց է, որը նախապես հաշվարկելի էր այս մարմնի կողմից։ Դիտորդական առաքելության ընթացքում ինչպես է գնահատում Վաղարշապատ համայնքի նախընտրական մթնոլորտը, արդյոք նկատվում են լարվածություն կամ մրցակցային անհավասար պայմաններ։ Ես որպես դիտորդական առաքելություն կարծում եմ կկիսեք կարծիքս, որ անհամեմատ մեր լրահոսի շրջանակներում առնվազն չէ, ի համեմատ օրինակ Գյումրիի, այստեղ թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ գործոններ կան կարծում եմ, նախ օբյեկտիվ գործոնը պայմանավորված էր նրանով, որ Գյումրին մեր երկրի երկրորդ քաղաքն է մեծությամբ եւ համայնքի ավականիների քանակով ու ուշադրությունը բնականաբար տրամաբանական էր, սուբյեկտիվն էր, որ Գյումրում քարոզչությանը եւ ընտրական գործընթացին տեխնացուները առավել հանրային ճանաչելիություն են վայելում համապետական մակարդակով, հա, օրինակ մի տեխնացու նախորդի եղել էր էլի քաղաքապետ, Ռուբեն Մխիթարյանը ընդհանուր հանրաճանաչ պրոդյուսեր է ու ամեն մեկի հետ կապված համապետական ճանաչության մի ինչ-որ գործոն կար։ Այստեղ կարծում եմ փոքր է պատկերը ավելի համապետական տեսանկյունից, որովհետև այս մարդիկ հենց համայնքի շրջանակում են ճանաչելու, այնտեղ են գործունեությունը իրականացնում ու արդեն նշեցի, որ ցավոք սրտի կան արձանագրված խախտումներ, բայց բարեբախտաբար գոնե առնվազն այս պայդրությամբ իրավապահ մարմինների միջամտության տեսանկյունից իրավիճակը կայուն է եւ լիահույս եմ, որ այդպես էլ կմնա։ Շնորհակալ եմ։ Եթե հարցեր կան, այլ։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ տրամադրեցիք։ Արդեն լիահույս եմ, որ ընտրությունների ընթացքում կհանդիպենք։